Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 28 հոգևորականների, որոնք կներեք հանդիպեցին Փաշինյանի հետ, դուք տեղեկություն ունեք այդ 8 հոգևորականներից բացի այլ բարձրաստիճան հոգևորականներ եւս միանալու են։ Ինքը 8 տարվա մեջ 8 հոգի է հավաքել իր շուրջ։ 54-ից։ Այո, 54-ից, այսինքն քանիսն են մնում այնտեղ։ 44 եպիսկոպոս, արքեպիսկոպոս նկատի ունեն։ Այո, 54-ից եթե 8-ը միացել են եւ վեհապարի շուրջ մնացել են արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների մեծագույն մասը, ավել ասեմ, եթե եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների մեծագույն մասը անգամ միանային Նիկոլ Փաշինյանին, դա որևէ հիմք չէ վեհապար Հայրապետի հրաժարական։ Մի րոպե միտքս ավարտեմ։ Վեհապար Հայրապետը կարող է միայն հրաժարական տալ, եթե դավանաբանական շեղում ունենա իր հավատքից, որը վեհապար Հայրապետը կուսակրանության ուխտը խախտելու ոչ հնարավորություն ունի, եկեղեցու կանոններով վեհապար Հայրապետի կանոն չկա շնության դեպքում, նույնիսկ ես նայեք սխալ չհասկացում, նույնիսկ եթե վեհապար Հայրապետը այսօր նման մեղք գործի, եկեղեցական կանոն չկա, կանոնագիր քայոցում կանոն կա քահանայի շնության դեպքում ինչ պիտի արվի, եպիսկոպոսի կա, սարգսակի կա, աշխարհիկի կա, բայց վեհապար Հայրապետի վեհապար Հայրապետի նման կանոն նույնիսկ գոյություն չունի ուխտը խախտելու ու իր վեհապար եղած ժամանակ ուխտը խախտելու դեպքում նույնիսկ կանոն չկա, այսպես ասեմ, որևէ կանոն չկա, բայց դեպքն էլ չկա, այսինքն իրենք փորձում են, նայեք, մարդու անցյալի վրա ինչ-որ մեղքեր բարդել, այսինքն ցանկացած մեկս անցյալում, ներկայում մեղքեր ունենք, 50 տարի առաջ ենթադրյալ կատարած հանցանքի համար, այսօր հիշել են, եւ ինչ ասեմ, այսօր անբարոյական կյանքով ապրող մեկն է հիշել, երբ որ իր կնոջ հետ ինքը ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով ամուսնացած չի, հենց օրենքի խախտում է, այդ կանոնագիր քայոցը բոլորիս համար է, ժողովուրդ, բոլորս մարդ ենք, եւ բոլոր մարդկանց համար է կանոնագիր քայոցի օրենքները, օրենքից վեր մարդիկ չկան, իրենք դրա իրավասությունը չունեն, իրենք ինքնիրավչությամբ են զբաղվում, որի համար պետությունը քրեական հոդված ունի, պետական պաշտոնյայի հովանավորչությամբ նման արարքը նաև ավելի է խստացում, եթե պետական պաշտոնյայի հովանավորչությամբ է արվում, սահմանադրությամբ հայ առաքելական Սուրբ Եկեղեցին պետության հետ իր հարաբերությունների համաձայնագիրը ունի 2007 թվականին կնքված, որտեղ վարչապետը որևէ լծակ չունի, եթե ես օրինակի համար գողություն անեմ, շնություն անեմ, սպանություն անեմ, ինձ պետությունը կարող է պատժել միայն գողության եւ սպանության համար, ինձ մայրաթոռը կարող է որպես քահանայի նաեւ շնության համար պատժել, բայց պետությունը նման լծակ չունի, որ ինքը մտնում է ուրիշների ընտանիքները, ուրիշների անձնական կյանքը, այդ թվում հոգեվորականների իմ հարցը նման դեպքում կարող է քննվել, եթե օրինակ ես շնություն մեղք գործեմ, իմ հարցը պիտի իմ համայնքը կամ երեցկինը կամ ես ներկայացնենք կարգապահական հանձնաժողովին եւ կարգապահական հանձնաժողովը այդ դեպքում մեր հարցը քննելու իրավունք ունենա, բայց կարգապահական հանձնաժողովը ինքը խորհրդատվական մարմին է եւ իր քննած հարցը միայն օրինական ուժ է ստանում վեհապար Հայրապետի կողմից հաստատելուց հետո, կներեք, եկեղեցին ինքը երարխիկ կառույց է եւ ղեկավարում է իրոջ օծյալ գահակալի, նույնիսկ ազգային եկեղեցական ժողովը, որ մեծ ձայների մեծամասնությամբ ընտրել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, ինքը նույնիսկ միջոց է օծման համար, կարևորը վեհապարի օծումն է եւ ինքը մեր օծյալ գահակալն է եւ որևէ մի իշխանական չինովնիկ իրավասու չէ եկեղեցու ներքին կյանքին միջամտելու
Տեր Վրդանես, դուք տեղյակ եք բարձրաստիճան հոգևորականների այս պահին ընթացող ժողովից, ինչ ժողով է տեղի ունենում, արդյոք վարչապետի հետ երեկվա հանդիպմանը մասնակցած եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսները, որովհետեւ այնտեղ ցանկում նրանց անուններ կա կազմում, հա, ժողովի, արդյոք նրանք ներկա են այդ ժողովին։ Հարցի համար շնորհակալ եմ, անտեղյակ եմ, տեղյակ չեմ։ Իսկ դուք ասացիք, որ եկել եք հանդիպելու կաթողիկոսին։ Չէ, չեմ։ Ես եկել եմ մարտաճար աղոթելու, այո, իմ աջակցությունը հայտնելու։